ուրեմն այդ քպայական պարագլուխների ամբողջ կռիվը Աստծո դեմ է, իրենց կռվում են Աստծո դեմ, իրենց կռիվը այդտեղ է եւ պատահական չի, որ նրանց զգալի հատվածը անհավատներ են, նրանք չեն հավատում ոչ մի բանի, նրանք իրենց հորնումորս չեն հավատում անգամ մնաց եւ գլուխները խոթում են այդ սրասավանների մեջ, տեսնեն թե ով ինչ է անում, ով ոնց է անում, չգիտեմ ինչ. Եվ ես մի առիթով ասել եմ, որ օրենքը, որը որ ընդունվել է դեռևս կարծեմ 5-րդ դարում Արցախ կաթողիկոսի կողմից, որ կուսակրոնությունը եւ չպիտի ամուսնանան, չպիտի ժառանգեն, միջև այդ եղել է եւ վեհապարների զավակներն են վեհապար դարձել եւ ուրեմն կարծում եմ, որ պիտի վերանայեն այդ օրենքը եւ այո, պիտի իրավունք ունենան, մանավանդ հիմա մենք որ նաեւ խնդիրներ ունենք ազգապահպանության խնդիրներ եւ ունենք նաեւ քանակի իմաստով. Չէ՞ մենք հիմա եւ ծնելիությունն է պակասել եւ աճը մեր ժողովրդի կարծես թե հետ է գնում, չէ, չկա աճ։ Եվ նրանք այո, պիտի նաեւ նրանք ամուսնանան եւ այստեղ մի բան ասեմ, եթե քահանաները ամուսնանում են եւ ասենք քահանաները կատարում են կարգ, կատարում են ասենք հոգեվոր արարողություններ, ինչ է նրանց կատարածը այդքան էլ Աստծուն ուրեմն ընդունելի չի, իհարկե ոչ, նույնն է, կամ հիմա ինչի, այստեղ եղել է ուղղակի նյութական իմաստով է եղել որոշումը, որ բարձրաստիճան հոգեվորականների ձեռքը եղել են եկեղեցական կապիտալի որոշ հատվածներ եւ որպեսզի դա չդառնա անձնական սեփականություն, այդ օրենքները ուրեմն ընդունվել են։ Կարծում եմ, որ դա պիտի վերանայվեն, այլ բան է, որ թող չժառանգեն, ասենք այն ինչը հոչեր գալու, ասենք վեհապար հայրապետը այս բեհարանը ժառանգեր իր զավակներին կամ չգիտեմ, այդպես որ դա ինձ համար կռվան չէ, եթե ունի ինչ-որ լուրջ արգումենտ վեհապարի դեմ, բայց ես ասեմ, ես ուզում եմ վեհապարին շնորհակալություն հայտնել այն մեծ շինարարության համար, որ նա արել է եւ եթե գան տեսնեն, պարզապես շրջեն ու տեսնեն, թե ինչ մեծ շինարարություններ է արել Գարեգին Եգորդ վեհապարը, կզարմանան, որ այո, նա եկել է եւ ամեն ինչ ծաղկեցրել է եւ հենց հիմա էլ շինարարությունները շարունակվում են։ Այսինքն ամեն կերպ մեր եւ հոգեվոր կյանքն է փորձում ամուր պահել, անընդհատ փորձում է հարստացնել այն եւ փորձում է նաեւ այո պետականությունը ամուր պահել։ Նա պետականամետ գործիչ է։ Եվ հիմա սրանք ովքեր եկել են այդ պետություն ազգ այդ գործանողները եկել են եւ հարձակվում են, որևէ արգումենտ չունեն, ընկել են ասում են, գիտեք, մենք մեր գլուխները խոթել ենք սարասավանների մեջ եւ պարզել ենք, որ երեխա կա արանքում։ Ինչ ասեմ, հիմա այս մարդիկ դա են եւ ես ափսոսում եմ, որ նման մարդկանց մեր ժողովուրդը իրավունք տվեց գան իր ճակատագիրն ու բախտը որոշելու եւ հիմա տրոհված է համայնքը կարողացել են այդ սևեր սպիտակները արդեն բազմագույն են դարձրել եւ այդպես եւ հետո ես տեսնում եմ թե ոնց էին բարբաջում այն քպեին հարող են գոյանքները ովքեր կասկածելի սեռական վարքով են ապրում եւ դրանքել էին ոգեվորվել, ընկել էին սրբազանները, այսպես արա ձեզանից խոսացեք այդ փալասներ, այդ դուխով տարյապկեք, ինչից եք խոսում, ինչից եք, ինչ բարոյականության մասին դուք գաղափար ունեք, այ ողորմելի դուխով փալասներ, գնացեք ասենք ձեր ասեք, որ Օրդոհան Ջաջան ձեզ սենց ասել, ձեր Ալիև հոպարը սենց ասել, որ դուք այդ ինչ է, թուրքի շուն դառնալու ճանապարհը բռնած գոյանքներ եք, ինչը դուք եք ասում, ինչը դուք եք ասում, որ իղձ եւ ուրեմն ազգային իղձ չունեք, դա բացակայում է ձեզ մոտ, ազգային զգացողություն էլ չունեք, դե մարդ էլ չեք։ Եվ հիմա այդ մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչը մղվում է նրան, որ այո, հիշողությունը ջնջեն ազգային արժեքները, նրանք չեն գնալու Հրանտ Մաթևոսյան կարդան, ով ասում էր չքնաղը չէ ձևակերպում, ասում է, եթե իր գյուղացի մեկը այդ հանդրուկուտ գործ չէր արել, այդ օրը ամանչում էր հացից եւ կնոջ գուրգուրանքից։ Դա այդ կերպարը այլևս վերացավ, չէ, Համոսահյանի իմ պապը տնկել է մեր գյուղի շիվերը, այսինքն այդ ստեղծող հայի տեսակը վերացավ։ Հիմա ԿՊ-ի համար այդ թալանող, խափող այդ տեսակն է, չէ, ուրեմն արժեքը, նրանք ովքեր կարողանում են դրսի կողմից ուղղորդվելով, չգիտեմ, ես կամ այն կազմակերպությունը ներկայացնելով միլիոնավոր դոլարներ ստանալով երկիրը քանդել, երկիրը ավերել, եթե պետք է ջրերը նետվել, եթե պետք է անդունդնել նետվեն իհարկե օդապարիկներով, որպեսզի չկործանվեն, որ գան այդ լափին տեր կանգնեն, դրանցից որևէ մեկը ձայն չի անում։ Դրանցից որևէ մեկը, որովհետև այդ շներին հրաման տվողները ասել են ձեներդ կտրեք, հենց հաճացել եք, ձեզ ուրեմն կերից կզրկենք